Լալազարյան, կպատմեք ինչպես սկսվեց սովորական աշխատանքային առավոտեր, ինչպես սկսվեց այս ամեն ինչը։ Քաղաքապետարանում չեմ եղել, տանում լրատվամիջոցներին լսել եմ իրավիճակի մասին և շտաբում քաղաքապետարանում։ Ինչ գործի շրջանակում են ձերբակալել քաղաքապետին, զինված ԱԱԾ-ականներ են։ Ոչ մի բան չգիտեմ, շտաբեցի քաղաքապետարան տեսնել ինչ իրավիճակի ու հանդիպեցի իրավիճակի ինչ որ պատան դարել են, հա, աշխատակիցներին փակել են դռները, ներս չեն թողնել։ Ներսիները դուրս գալ չեն կարող, դրսիները ներս մտնել չեն կարող, սա ինչ իրավիճակ է։ Պատանն են վեսրել, ինչ է, այս կարելի է այսպես իրավիճակի տեսնել քաղաքի ներսում։ Տիկին Լալազարյան, Վարդան Ղուկասյանը ավելի վաղ էր ասել, որ իր նկատմամբ հետապնդումներ կսկսվի, նա նույնիսկ խոսել էր, որ իր հանդեպ կարող են մահափորձ իրականացնել։ Այս իշխանության գործողությունները արդյոք սպասելի էր ձեզ համար։ Ճիշտ ասած, ես սպասում եմ, որ ճնշումներ կլինի, կարող է ասել, թե կոնկրետ քաղաքապետի հետ կապված կամ լինեն նման իրավիճակներ, բայց այս սցենարով, այս ձևով իմ համար և անընդունելի է, և անհավատալի է։ Ես երբեք նման իրավիճակի չէի սպասում, մենք ժողովրդավար երկրում ենք ապրում, չէ՞։ Կարելի է հերոսների, կանավեջերի, երկխոսության արդյունքում քննարկումների արդյունքում ինչ-որ եզրահանգումների կան, ոչ թե այսպիսի իրավիճակ ստեղծել, քաղաքը կաթվածահարաններ, այս աշխատանքը կաթվածահար ժողովուրդը պատամ չկաշկավիճակում մենք դրսում այսպես, ինչքանով է սա ճիշտ։ Տիկին Լալազարյան, հասցրել եք ներսի աշխատողների հետ կապ հաստատել, որպես իրությունը հասկանալ։ Պատաններից եմ տեսնում, մասիկ պատանտի նման ներսից նայում։ Ինչքան ժամանակ է ներսում են, մեզ չթողեցին ներս մի ժամ կլինի հավանաբար։ Ես հասցրել եմ մեր 58 թաղամասից հասնել մինչև այստեղ ու հանդիպել ես իրավիճակի։ Կլինի երևի ժամ։